Մայրի նապաստակը նոր էր ծննդաբերել և ինքն է պոկել իր մորթին իր ձագերի համար տաք բույն պատրաստելու համար։ Նա անդադար հոգ էր տանում իր ձագուկների մասին, բայց վերջիվերջով շատ հոգնեց, պակվեց իր մեջ և նույնիսկ սկսեց թաքնվել, հրաժարվելով տեսնել իր փոքրիկներին։ Տերը որոշեց ձագուկների տալ հարևաններին, և ամեն կերպ փորձում էր վերադարձնել նապաստակի ուրախությունը։ Նա նրա հետ պարում էր, տանում էր մարգագետիններում խաղալու, նույնիսկ ընտանիքի թութակն էր հաճախ գալիս նրան ընկերակցելու, սակայն նապաստակը ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում։ Այսպես շարունակվեց այնքան, մինչև տանտիրոջ որդին վերադարձավ ճամփորդությունից։ Նապաստակը շատ արագ կապվեց տղայի հետ։ Ամեն օր նա սպասում էր նրան դպրոցի դռան մոտ և պնդում էր քնել նրա հետ գիշերները։ Վերադառնալուց հետո նապաստակը աստիճանաբար կենդանացավ։ Նա նորից ակտիվ դարձավ և նույնիսկ սկսեց չարաճճի լինել տանը, ամեն ինչ կրծելով, մինչդեռ հարևանների հետ ապրող նապաստակները մեծացան, ուժեղ և առողջ։